Խաղատախտակից հրապարակ, լռությունից շարժում։ Ջերմուկն առաջիկա օրերին կդառնա շախմատային մտքի կենտրոն։ Մինչև այդ առողջարանային այս քաղաքում շախմատի քարերը դուրս են գալիս խաղատախտակներից ու խոսում պարի լեզվով։ Բայց միայն այս անգամ ու կարճ ժամանակով։ Նրանք արդեն վերադարձել են խաղատախտակ։ Առաջիկա 7 օրերին Ջերմուկում առողջարանային մթնոլորտին զուգահեռ նաև մարզական լարված պայքարի ու հաղթանակի օրեր են լինելու։ Ջերմուկում սկսվել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարը։ Իսկ ամեն ինչ սկսվեց 2005 թվականին Ստեփան Ավագյանի ու Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ, երբ առաջին անգամ անցկացվեց շախմատի միջազգային մանկապատանեկան առաջնությունը ու այսպես մինչև 2014 թվականը։ Շատ ուրախ եմ, որ Ջերմուկ քաղաքը իրականում դառնում է աշխարհում ճանաչվող շախմատային քաղաք, որտեղ դա մեր երազանքներից մեկն է եղել, պարոն Ավագյանի, Ստեփան Ավագյանի եւ իմ, երբ որ դեռ 20 տարի առաջ մենք շրջում էինք Ջերմուկում եւ մտածում էինք, թե հիանալու Ջերմուկ քաղաքը, մտածում ենք, որ այս քաղաքը համապատասխանում է լինել շախմատի համար, շատ կարևոր քաղաք եւ իրականում ես կարծում եմ, որ դա իրականանում է, որովհետեւ արդեն 20 տարի է մենք անցկացնում ենք Ջերմուկ միջազգային մրցաշարը մանկապատանեկան եւ ինչ խոսք այդ բարձրակարգ այս մրցաշարը, որը համարվում է աշխարհի լավագույն մրցաշարերից մեկը։ Ստեփան Ավագյանը Ջերմուկ աշխարհ առողջարանային համալիրի գլխավոր բժիշկն ու տնօրենն էր։ Նա ընդգծված սեր ուներ շախմատի նկատմամբ եւ այդ սերը 2004 թվականին նրան դարձրեց Վայոց-Ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Ստեփան Ավագյանի մահից հետո շախմատի ֆեդերացիան որոշում է միջազգային մրցաշարը կոչել Ստեփան Ավագյանի անունով։ Դրանից հետո ամեն տարի անգամ 2020-ի համավարակի օրերին այն տեղի է ունեցել։ Հենց այդ տարի մեծահասակների մրցաշար անցկացվեց։ Դրանից հետո 2020-ից տարեկան 2 մրցաշար է անցկացվում, մանկապատանեկան, որն այս տարի մինչև 500 մասնակից է ունեցելու մեծահասակների միջազգային։ Շախմատային օրացույցում համարվում է լավագույններից մեկը աշխարհում։ Այս մրցաշարերի կազմակերպումը ի սկզբանե նպատակը եղել է հորս կողմից Ջերմուկը դարձնելու նաև շախմատային քաղաք, ոչ միայն առողջարանային, եւ կարծես թե իրեն հաջողվել է։ Հուշամրցաշարի կազմակերպմանն այս տարի միացել է նաև Լիդիան Արմենիա ընկերությունը։ Սա ընկերության սոցիալական պատասխանատվության կարևոր բաղադրիչներից է։ Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծում է, շախմատը կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այս տարի մենք որոշեցինք լինել հիմնական սպոնսորների մեջ եւ քանի որ Լիդիան Արմենիան նպաստում է շրջակա համայնքների կրթությանը եւ սպորտի զարգացմանը, սա նաեւ մեկ առիթ էր համագործակցելու շախմատի աշխարհում շատ կարևոր մի միջոցառմանը։ Սա նաեւ սոցիալական պատասխանատվության մեր ծրագրերից մեկն է, քանի որ մեր ծրագրերը ունեն տարբեր ոլորտներ, կրթություն, գիտություն, տարբեր ենթակառուցվածքների զարգացում, սա սպորտին վերաբերվող սոցիալական ծրագրերից մեկն է։ Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ ոչ միայն Ջերմուկի, այլև շրջակա բնակավայրերի երեխաների համար մրցաշար կանցկացվի, իսկ մինչև այդ մրցաշարին կմասնակցեն նաև Լիդիան Արմենիայի աշխատակիցները։ 7 օր աշխարհի լավագույն շախմատիստներից 10-ը Ջերմուկում կմասնակցեն մրցաշարին։ Ամեն տարի էլ շատ բարդ մրցաշար է ստացվում բոլորի համար, որովհետև միշտ մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները։ Սա շատ կարևոր մրցաշար է բոլոր շախմատիստների համար, խաղալու իրար հետ, կարելի ասել փորձով կիսվելու նաև։ Սա Հայաստանի համար ինձ թվում է շատ մեծ իրադարձություն է։ FIDE-ի կանոնների համաձայն մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով 9 խաղափուլով։ Մասնակիցների աշխարհագրությունը մեծ է՝ Հայաստան, Միացյալ Նահանգներ, Հնդկաստան, Ռուսաստան, Գերմանիա, Լեհաստան։ Մրցանակային ֆոնդն ավելի քան 10 միլիոն դրամ է, կամ շուրջ $20,000։ Առաջիկա 7 օրերին Ջերմուկը մտքի ու կամքի կենտրոն է լինելու, ու մինչ գրոսմայստերները հերթական քայլերով կձգտեն մոտենալ հաղթանակին, քաղաքը կշարունակի իր առօրյա հանգիստ ռիթմը, վկա լինելով, թե ինչպես են ծնվում շախմատային նոր լեգենդներ։ Ստեփան Ավագյանի երազանքն այստեղ ոչ միայն ապրում է, այլև շնչում շախմատային յուրաքանչյուր քայլի հետ։
Հասմիկ Դիլանյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։